Բարույս էլի բարեկամներ, բարի առավոտ, կրկին բացվեց առավոտը եւ նորից միասին Տիրոջ խոսքի շուրջ հավաքվեցինք այս առավոտ կանուխ եւ այսօր մեզ միացել է մեր սիրելի Սակո եղբայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ արդեն ուշ գիշեր է, կարծես թե, եւ բայց միևնույն է, գիշեր լինի թե ցերեկ, մեզ համար միշտ առավոտ է, որովհետեւ Քրիստոսն է մեզ հետ եւ Աստծո խոսքի շուրջ ենք հավաքվում եւ մեր սրտերը միշտ լուսավոր են, կապ չունի դուրսը ինչ է կատարվում, կարևորը ներսն է։ Եվ այսօր մեզ միացել է Սակո եղբայրը Քելեշյան, որը այսպես օրհներ առաքելություն հոգևոր գործիչ է եւ շատ սիրելի մեզ համար հրաշալի եղբայր, որ շատ անգամներ հանդիպել ենք իր հետ եւ շատ օրհնվել ենք։ Սակո եղբայր, բարի օր, շատ շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Այո, ես էլ ուրախ եմ Աբրահամ եղբայր եւ շնորհակալ եմ հրավերին համար։ Ամեն անգամ որ գանտիվինք այստեղ ուղի եթերում, իսկապես ինձ համար քաչալերանք է եւ Աստծո փառք ուտամ, որ այս հնարավորությունը կբարգեւե
որովհետեւ իր խոսքը արձականք է այս գայանի միջոցով դարբեր երկիրներու ասենք շրջաններու դուներու կյանքերու մեջ մտնե առանց արգելքի Ամեն բարդ իրոջը եւ մեր նպատակն հենց դա է որ կարողանանք Տիրոջ խոսքով կիսվել աշխարհի ամեն անկյունում գտնվող ամեն հայի հետ եւ բարդ իրոջ այս հնարավորության համար Սակայն եղբայր միանգամից անցնենք թեմային որովհետեւ կարծում եմ լայն սպեկտր ունի այս թեման եւ պետք է հասցնենք իր ավարտին եւ վերնագիրը շատ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ շատ կարեւոր որն է այսպես որ մեկը դյուրին է որն է մեր հայրենով որն է ամենահեշտը դյուրինը որն է հեշտը այո սիրով լսում ենք քեզ եղբայրս Այո իրականության մեջ ինձ համար ալեդակրկրական է այս նյութը անցյալում պատկամած եմ այս մասին եւ անցնապես Տիրոջը խոսքին մեջ որքան որ խոգանք մտածենք տապանցենք այնքան կսե այո խոգանք տապանցենք փորձենք խորասուզվել այնքան գեղեցկագույն կանցերը Աստված կհայտնե երբեմն նույն հատվածին մեջ, նույն համարին մեջ բաներ կհանդիպենք, բաներ կտեսնենք, որ իրավես ասկի առաջ կարտացած կլանք, բայց այս անգամ մի ուրիշ բան, ուրիշ լույս մը կփայլատակի։ Ես հաջող ասած եմ խոսքերուս մեջ, որ Տիրոջը խոսքը դաշված աթամանտի կնմանի։ Դաշված աթամանտը իր բազմակողմանի բաները մասերը ունի, որ դաշված կլա։ Եվ հրգված եւ որքան որ այդ հրգված շերտերը ավելի են այնքան թանկ կլա աթամանտին արժեքը որքան անգյուններ ունի որքան մասեր ունի հրգված դաշված այնքան արժեք կունենա ուրեմն նույն համարը գրնա դարբեր տիտանգյուններով մոդենալ տիտվիլ հասկացվիլ եւ օկտավիլ, օրտնավիլ եւ գյանքեր փոխող զորություն ունի Տիրոջը խոսքը, այդպես օրաթերթը չէ, ամսաթերթը չէ, պատմական քիրքը չէ, սովորական պատմական անշուշտ քիրքը չէ, բայց իր մեջ ունի գյանք կփովանտագե զորություն հեղաշրջելու, փոխելու, ինչպես որ Պողոս Արաքյալ Դիմեթրիոսին գսե, որ կարող է գսե Աստվածաշունչը որ Տիրոջը հոգիով գրված այս քիրքերը Տիրոջը գողմե դրված մեզի կյանքեր փոխող շինող պատրաստող մշակներ պատրաստող զորություն ունի ամեն բոլոր քիրքը Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու խրատելու հանդիմանելու շտկելու ուղղելու նախ կարդացողեն սկսյալ մենք որ կգարտանք ընթերցենք Կմտածենք եւ կխոգանք անոր մասին նախ մեզի կտպչի եւ ապա մեր միջոցով եթե դերը ուզե ոմանց կյանքերուն մեջ սերմի ադիկներ ցանել մեր իմ դգարությանս միջոցով գցանե ինքը իր սերմի ադիկները եւ ես չեմ գիտեր երբ արդյունք կուտա որքան արդյունք կուտա եւ ուր արդյունք կուտա ես չեմ գիտեր Թուն Աբրահամ եղբայր այս գայանի միջոցով սերմնացան մնես, գցանես բազմաթիվ աստուծո սիրելի զավակները հանդես կան այս թեմեն, այս ռադիոյի հաղորդումեն եւ գցանեն եւ մենք չենք գիտեր որ երբ ուր եւ որքան արդյունք պիտի դա ինչպես որ Հիսուս արիթոմը ասավ իր աշակերտներուն սա որ Դուք կհնցեք այն ինչ որ դուք չի սերմանեցիք ուրիշները սերմանեցին եւ դուք կհնցեք ուրեմն գրնալալ որ մեր ցանածը ուրիշը հնցե ուրիշ ժամանակի մեջ հնցե արաքյաներուն խոսքին այմատ իրենց նախահայրերը ցանեցին մարգարեներ եկան ցանեցին բայց իրենց օրերուն անոնք եղան հնցողներ
ուստի սիրելիներ դիրոջը խոսքը որ ցեզի կհասնի այս հաղորդումի միջոցով սերմի հադիկներու նման անպայման արդյունք պիտի դա ուշ կամ պիտի դա արդյունք ինչպես երկինքեն հեղները գիչնեն եւ իմ խոսքս բարավի չի դառնար գսեինձի այնպես ալ երկրի անցնևներուն կնմանցնե որ բարավի չեր դար հողը գծծե եւ ապա արդյունք կուտա այնպես ալ ցանված խոսքերը արդյունք կուտա շնորհակալություն դարձյալ Աբրահամ եղբայր եւ բոլոր հայրենագիտներուն քույրերուն եղբայրներուն հերու կամ մոտ ուր որալ գտնվին անոնք առողջ մնաք օրհնված մնաք Անցնենք թեմային Անցնենք թեմա, երկ չի գա այսօր, Չէ, չկա, բաղուս չեմ դրում երկիր շատ լավ Որովհետև YouTube-ի էջ ունենք այս հաղորդումները ես YouTube-ի մեջ եմ դնում և YouTube-ը թույլ չի տալիս, որ երկեր հեղինակային իրավունքի հարցա Շատ լավ, ուրեմն սիրելիներ մեր ավետարանները Փանակ Մարգոսի ավետարանի երկրորդ գլուխ եւ ոնդեղեն հատվածը պիտի գարտամ եւ համար առ համար շարունակենք ինչքան որ ժամանակը գարդոնե միասին սերդելու համար առաջին համարեն սկսին գարտալ ուրեմն Մարգոսի երկրորդ գլուխ առաջին համար քանի օրերի հետ Հիսուս վերադարձավ Կափառնաում անմիջապես որ լուրը դարածվեցավ թե դան մեջ կգտնվի շատեր հավաքվեցան հոն, այնքան որ թրան արջև իսկ դեղ չեր մնացած։ Եվ Հիսուս Աստծո խոսքը կկարոզեր անոնց։ Այդ միջոցին Հիսուսի պերին անդամալույցը, որ 4 հոգիներ շալգած էին, երբ բազմության պատճառով չգրցան զայն Հիսուսի մոտ բերել, թագեցին դունին առաստաղը, և անդամալույցը մահիջով վարի չեցուցին։ Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալույցին, որդյակ մեղքերդ ներված ըլան քեզի։ Օրենքի ուսուցիչներեն ոմանք նստած եսան մտովի քննադատել զայն։ Ինչպես կհամարձակի ասանք բան մսել, գրածը հայ մեղքերը ներել։ Հիսուս վարգյանին կիցավ անոնց մտածումը և ըսավ, ինչ մտածեք։ Սելը թե ել մահիջը ար և դունը թե մեղնեք պատիտնակ թե որդին երկրի վրա իշխանություն դառնալով նսավ ել ջոտ և կնա ձը անմի ջը թուրսի ելա որստված և գսեին սպիսի պան բնավ տեսած չէինք Սակո եղբայր, ձայնդ կտացվում է Լավ չենք լսում քեզ Կարող է ինտերնետը թույլ է մի փոքր Նո, ինտերնետս շատ լավ է եղբայր Շատ լավ է ինտերնետս, բայց չգիտեմ ինչու այդպես եղած Հիմա լավ է Հիմա շտկվեց, հա Չգիտեմ, նորմալ է կովս Հիմա լավ է, հիմա շտկվեց, կարծեմ թե Որտև կտացվում է Հասկանալի էր, այո Ուրեմն գսեի աղոտքով շարունակենք, ով դեր այս բոլոր մտածումները, խոսքերը գրնաս կործածել բոլորիս կյանքին մեջ կուպարկիտ համար ու ծարայիտ ողորմությանդ և շնորհքիդ ներքև առնելով բերնիս խոսքերը ու սրդիս խորհուրդը քո առջևդ
թող ընդունելի լանով դերին վեմս բրգիչս ամեն ամեն Ուրեմն այս անդամալույցին բաղմությունը 4 հոգիով վերցված անդամալույցին բաղմությունը հետաքրքիր մասեր ունի իր դրվագի մեջ անցնենք մեգիկ եւ ինչքան որ գրնանք այսօր սերդել միասնապար եկեք խորհրդապանցենք Ուրեմն երբ որ գսե Հիսուս Կապառնաում ասավ որ դանմը մեջ Տիրոջը խոսքը գխոսեր իր խոսքերը արդեն բարձե որ Տիրոջը խոսքն է իր պերնեն ելած խոսքը իր խոսքն է ինքն է փանն է որ գխոսի այս բանուն այդ դանը մեջ հետաքրքրական է որ ոչ սրահի մեջ էր ոչ թաշտի մեջ էր ոչ այլ դեղերու սինագոգի մեջ, այլ դամը մեջ, ուրեմն Հիսուս դարբեր արիտներով բացօթյա թաշտի մեջ խոսեցավ, լերան կարոզը, սինագոգի մեջ խոսեցավ, դաջարին մեջ խոսեցավ, չէ, զանազան դեղերու մեջ խոսեցավ, և այժմ դունի մեջ կխոսի, ուրեմն վայրը չէ, այլ անցն է, և այդ անցն է, որ մեզի կովկովի գավակ է ուրեմն նայած ով է խոսողը և ինչ է խոսվողը դանմը մեջ է կամ թաշտի մեջ է խոսողը և փովանտագությունն է կարևորը եթե խոսողը դերն է ուր որ անի պատրաստ լալու են ասելու իրեն ով դեր խոսիր քանզի քու ծարակ մտիկն է հիմա այս դան մեջ Հիսուս խոսի խուրներան բազմություն մգա Բարակամը գպերեն 4 հոգիով վերցված անդամալույց մնե անանուն գրողներն անանուն են և այսքան իմանանք որ անդամալույց մնե որ բարեկամներ ունի եթե բարեկամներ չունենար ով զինքը պիտի շալգեր և ում բերեր Ուրեմն այս անդամալույցը գրնանք եզրակացնել, որ սիրված մեկն էր։ Այո։ Որովհետև եթե սիրված մեկը չլար, իր բարեկամները ուշադրություն պիտի չտային իրեն։ Իր բարեկամները հոգածություն պիտի չնեին իրեն։ Այս օրերուն սիրելիներ, ինգածին բարեկամ լալն է խնդիրը։ Աղկադին, դնանգին, լկվածին, մենագին, բարեկամ լալն է քաչալերականը։ Գեցե այն անցը, որ ցերկ կերգար է ինգածին, աբրիս այն անցին, որովհետև քրիստոնավայել գեցված կե անիգա, արարք է անիգա, որ օգնության կհասնի, գարեգից կլա, գայցել է, գմխիթար է, գքաչալեր է, ինգածին, առանցնության Յամրողին, սքավորին, հուսախապին, հիվանդին, փանդարգյալին, մորցվածին։ Տանելու Քրիստոսի մոտ։ Այո, տանելու Քրիստոսի մոտ, այո, որովհետև Հիսուս ադիգա սորվեցուց, ամեն։ Ադիգա սորվեցուց ասելով, որ երբ անդին մեջն էի այցելության եկակ։ Շատ սիրում եմ։ Երբ հիվանդ էի ինձի մենակ չի թողեցիք, որտև աշակերտները հարցին երբ ենք մենք ասիգա։ Սավ եթե անոնց ըրիկ ինձի իրաց կլա։ Այո։ Ուրեմն սիրելիներ, հարուստը շատ ընկերներ ունենա։ Արագած գիրքը գսե, հարուստին ընկերները շատ կլան։ Բայց երբ որ մեկը կարող ենք այսպեսի հարցնել Ուր են տանում քեզ քո ընկերները։ Սա էլ շատ կարևոր հարց է։ Այո, only դասին, գեղեցիկ է, այո, գեղեցիկ է։ Ուրեմն հարուստին ընկերները շատ կլան, բայց ինգածին, աղկադին, չքավորին, հիվանդին, դգարին, նագին ընկերները քիչ կլան։ Որևէ մեկը չուզեր պատասխանատվություն վերցնել լքվածը իր վրա առնելով հոգածությունը։ Դժվար է անանք անցեր գտնել։ Որ այդ պատասխանատվությունը իրենց վրա գրեն հասնելու անգարին, որպին, որպևարին, թշվարին,
քիչեր են անոնք։ Ուրեմն այս վանթամալուծը սիրված էր։ Ընկերներն ալ քաչալերական ընկերներ էին, որոնք մտածեցին, ծրագրեցին, արիտը օգտագործեցին եւ զինքը Հիսուսի դարին։ Սիրելիներ, անդադար շնորհակալություն հայտնելու ենք այն անձին, որ մեզի Հիսուսին ծանոթացուց։ Ամեն։ Ամեն։ Որովհետև մեր կյանքի մեջ շատ մարդիկ եկած են, որոնք մեզի մեր ջամփային շեղած են։ Երիտասարդներու կյանքի մեջ շատեր կմտնեն եւ զիրենք ձուր ջամփաներ գարաչնորթեն։ Ունայն ջամփաներ, ունայնության ջամփաները, դժվարության ջամփաները, անգումի ջամփաները, գորուստի ջամփաները, բայց ով է այն մարդը, որ ունենա ընկերը, որ իրեն դանի Աստուծո դունը, որ իրեն դանի Քրիստոսի մոդիկ, որ իրեն դանի խոսքին մոդիկ, որ իրեն գենած ջամփաները առաջնորդ է, որ իրեն ընկերակցի եւ ճշմարտության մասին խոսի։ Ով է այն անձը, երանելի է այն անձը, որ այդպիսի ընկեր ունի։ Եվ մենք անորամար գանչված ենք, որովհետև մենք ալ մոլորած էինք եւ ադենոք ուրիշ մի եկավ մեզի եւ մեզի ծանոթացուց Հիսուսը, չէինք գիտեր անոր մասին, կամ շատ քիչ բան գիտեինք, սահմանափակ, միայն դեսությունը, Հիսուս բաբան է, Աստվածն է, եկեղեցին է, հայրմերն է, Սաղմոսն է, սահմանափակությամբ, բայց մարդիկ եկան մեր կյանքին մեջ եւ ավելի զարգացուցին մեր գիտությունը եւ ծանոթացուցին մեզի Քրիստոսի։ Շնորհակալություն այդ անձին։ Ուրեմն այս անդամալուծին շալգեցին, փերին, ներս պիտի մտնեն հնարավոր չէ։ Ինչու, քանի որ քուրներան բազմություն կա։ Անոնք կրնային ասել, որ գիտեք ինչ, այսօր փախտ չէ եղել, փախտ, որ մենք փախտ չենք հավատալ։ Այսինքն չստացվեց եղբայրներ քույրեր, ասան գսենք, չստացվեց այսօր, հարմար չէ, օրը չէ եղել այսօր, եկեք հրաժարվենք այս ծրագիրեն եւ ուրիշ արիտով մի բան գնենք։ Անոնք այդպես չսին։ Չորս կողմը նայեցան, ամեն կողմ փակ է։ Արգելքներ կան, խոչընդոտներ կան, երևցող խոչընդոտներ, չերևցող խոչընդոտներ։ Երբ որ մեկը գուզե Հիսուսին մոտենալ, միշտ խոչընդոտներ պիտի լան իր ջամփուն վրա։ Մարդիկ պիտի փսփսան իրականչին պիտի սեն խենտեստուն։ Եվ ուրիշ բաներ արգելքներ պիտի լան ծնողները, ընկերները, թասընկերները, կորձընկերները, անձնական սկացումները, աշխարհը, մեդիայը եւ 1001 տեղը խոչընդոտներ պիտի լան, որբեսի մարդ արարած չի մոդենա դիրոջ, ամեն խոչընդոտ պիտի լա, բայց անոնք չի ուսահատեցան այս բարեկամները սին շատ լավ, թուրը կոց է, բադուանը փակ է, ժողովուրդ կա, հնարավոր չէ ներս մտնել, աչքերնին բարձրացուցին առաստաղ եւ աչքերս թեւի լերները պիտի վերցնեմ։ Շատ լավ։ Ուրգե պիտի կա իմ օգնությունս։ Ուրգե պիտի կա իմ օգնությունս։ Իմ օգնությունս վերերեն ու կամիշտ։ Վարեն չի կար եղբայրս Աբրահամ։ Ամեն։ Այս մարդիկը գիտեն վերնայիլ։ Այս 4 հոգիները գիտեն վերնայիլ։ Այս 4 հոգիները եւ թե միայն մարդոց նայեին, դուն բիդերտային, հրաժարվեին։ Որովհետև խոսքը գսե որ եթե աշխարհին նայիս գնգրմիս, եթե մարդոց նայիս գշվարիս, բայց եթե վեր նայիս գփրկվիս։ Այսինքն նրանք գիտեն վերևի գախնիկը։ Այո, իրենց հարցը լուծելու վերևի միջոցով։ Վերի բաները փնտրեցեք Քրիստոսի հետ մերակ դուք եւ վերի բաները փնտրեցեք ուր Քրիստոս կպասի։ Ամեն, ամեն։ Որ Աստծո աչքում ուրեմն վերի բաները միշտ վերերեն է մեր օգնությունը եղբայրներ մարդկային հասողութենե մարդկային մդայնութենե խավե
աշխարհի խավե վեր բարձրանալու ենք, մեր աչքերը վեր բարձրացնելու ենք եւ ահա Աստված լուծումը գուտա մեզի։ Ամեն։ Մեր բարակային համար, որ ինչպես կրնանք բրգվիլ ու բժշկվիլ եւ ազատագրվիլ ու գաստուրվիլ եւ նորոգվիլ։ Այսպես թարգմանենք հատվածը, անձնականացնենք հատվածը, եւ որ աչքերդ վեր կբարձրացնես, կտեսնես, որ գարելիություն մը գա։ Եվ այդ գարելիությունը մարդոց մտքեն վեր եղած գարելիություն է, որ մեկումը մտքեն չանցավ առաստաղը կագել։ Բայց այս երդասարտները, այս մարդիկը, որոնք ըսելու են, որ նախ միապանած էին, եթե մեկ հոգի այս անդամալույցը շալգել փորձեր, շատ դժվար բիդլար Հիսուսին բերելը։ Եթե երկու հոգի միապանեին, ավելի հեշտ բիդլար։ Իսկ երեքը ավելի հեշտ բիդլար, բայց անոնք 4 հոգի էին։ 4 հոգին 4 անգյուններեն շատ ավելի հեշտ վերցուցին իրենց բարեկամը։ Ուրեմն այստեղ մենք կտեսնենք համագործակցություն, ներդաշնակություն, միապանություն, եւ ուր որ ներդաշնակություն եւ միապանություն կա, ըլլա բստիկ փոքր օղակի մեջ, ըլլա մեծ օղակի մեջ, նույնն է հարցը, ֆորմուլան նույնն է, բանացևը նույնն է։ Եթե միապանություն կա դան մեջ, այդ դան մեջ հեզասա ընթացք կա, սահուն ընթացք կա, հաղթահարություն կա, կհաղթեն միապան եղողները կհաղթահարեն ամեն խոչընդոտներ կյանքի, զույգեր, ընտանիքներ, եւ եթե քիչ մը օղակը մեծնենք, միութենական կյանքի մեջ, եթե միապանություն կա, խոչընդոտներուն կհաղթահարեն։ Եթե եկեղեցական կյանքի մեջ միապանություն կա, այդ եկեղեցին գայուն եւ գանկուն կմնա եւ բոլոր սպառնալիքներուն վրայեն շրջանցելով կշարունակի հաղթական երթը։ Ուրեմն միապանություն փոքր ավելի մեծ եւ շատ ավելի մեծ օղակներու մեջ մինչեւ ազգային օղակի մեջ, եթե միապանությունը լա ազգային հասկացողության մեջ, այդ ասկը չի կայքայվիր։ Եվ ուր որ միապանություն կա, հոն օրդնություն կա հաստատ է Աստված, ադիգա քուսուկ գիրքիտ մեջ գրված է։ Սամոսներում մեջ կսե ինչ քեղեցիկ են, երբ որ եղբայրները միապանությամբ վասնզի հոն հաստատեց Աստված օրդնությունը։ Ուրեմն օրդնությունը ուր հաստատված է միապանության օղակի մեջ հաստատված է։ Ուրեմն այս 4 բարեկամները միապանած էին, երբ որ միապանություն կա պատերը կփլին, երբ որ միապանություն կա առաստաղները կկագվին, երբ որ միապանություն կա Երիքովի բարիստները փուլ կան, երբ որ միապանություն կա Գարմիր ծովը կփաշնվի, երբ որ միապանություն կա ինգածները կգանքնին, երբ որ միապանություն կա հոն գդիրե սերը, հասկացողությունը գդիրե աստվածային ներկայությունն ու օրհնությունը։ Ամեն։ Երբ որ միապանություն կա։ Ուրեմն այս միապանող երդասարտները առաստաղը քագեցին։ Այն օրվա առաստաղները դաղտագաշեն չեմ գիտեր գավե շինված կլային, դաղտագե շինված կազմված կլային եւ այլն, պատկերացեք այսօրվա առաստաղներում վեճ չէ։ Քագեցին։ Եվ հիմա հոս վարակույրին յետև հերոս մգա, որում մասին մենք չենք անդրադառնալ։ Մենք կտեսնենք թերագադարները հիմնական գլխավոր Տեր Հիսուս ինքն է գետրոն ամեն բանի։ Կտեսնենք անդամալույցը բարական, կտեսնենք նաև բարեկամները, ասոնք թերագադարներն են, բայց ուրիշ թերագադար մգա, որ վարակույրին յետևը գեցած է։ Ով կտեսնի ադոր։ Ով է այդ թերագադարը։ Գիտեք ով է այդ թերագադարը սիրելիներ։ Դանդերը։ Դունինդերը։ Որու առաստաղը կագես դուն։ Դունս կանդի կաս։ Ուրես կկանտես դունս կկանտե, ով կկանտե, ով կցկեկեսի որ առաստաղը կագես։ Չէի մտածել դրա մասին։ Ով կցկեկեսի որ դունին բադուանը փանած կագես վերցնես ուր մնաց առաստաղը կագես, դանդերը։ Տանտերն է խորհուրդ տվել։ Եկեք տան
առաստաղը քանդեք, այդպես մտեք։ Օրը գտնանք ապրան, բայր, օրը գտնանք։ Բայց հիմա մեկ բան հստակ է, որ եթե արտոնություն չունենային, չէին գրնար կագել։ Ասի հստակ է։ Հիմա ով դվավ գարձիկը, անի օրը գտնանք, բայց եթե դանդերը չսեր, այո, հոժարեմ կագեցեք, չէին գրնար կագել։ Ուրեմն առաջարկը ներկայացվեցավ դանդերին, դանդերը սա կագեցեք։ Եվ հոս է որ երբ որ դեսիլք ունիս, պետք ունիս, որ մարդիկ որդեքրեն այդ դեսիլքըտ, որբեսի դեսիլքըտ իրականություն թարնա, որդեքրող պետք է, գործակցող պետք է, գործը թյուրացնող պետք է, սադարող պետք է, օժանդակող պետք է։ Երբ դեսիլքով եկան այս երդասարտները, իրենց դեսիլքը գիսավարտ պիտի մնար, եթե դանդերը հոժար չլար։ Եվ քանի որ դանդերը հոժար էր, դեսիլքը ամբողջացավ։ Այսինքն 5 ընկեր դարձան 5 ընկեր, ոչ թե 4։ Այո, 5 գործակից դարձան։ 5 գործակից դարձան։ 5 գործակից դարձան։ Այսօր ով է անիգա, որ պատրաստ է արտոնել, որ իր դանը առաստաղը կագվի։ Այս նախատասությունը փոխապերական Շատ ճիշտ։ Փոխապերական։ Ով գարդոն է, որ այսօր իր, ասանգսեմ, իր կսագը պանա։ Կրբան հանուն մեկի բժշկության։ Հանուն մեկի բժշկության, հանուն գացության, փրկության, հանուն Աստուծո տակավորության։ Այսպես է։ Շատ։ Ով պատրաստ է այսօր իր կսագը պանալ։ Առաստաղը եկեք այսօր կսագին վերակրենք։ Մարդուն կսագը, սիրելիներ, ամենա հերու դեղն է աշխարհի քարտեզին վրա։ Մարդիկ չեն զլանար աշխարհի մյուս կողմը ճամփորդել, երկրակունքի մյուս մասը հասնել իրենց կմահաճույքին համար, ծախսել։ Բայց մարդիկ այսօր եթե ասես Աստուծո թակավորության համար, եկեղեցիին շինության համար, բարականի փրկության համար, ավետարանի քարոզության համար, ռադիոգայանի օժանդակության համար, TV station-ի օժանդակության համար, Քրիստոնյա TV station, Քրիստոնյա ռադիոգայանի օժանդակության համար կրբանը կփանաս, մարդը գսե, կրբանը շատ հերու է, ով մի երթամին չէ կրբան։ Բայց իրենք պատրաստ են օտանավի դոմսերը առնել, հազարներ ծախսել եւ իրենց կմահաճույքը բավարարելու համար երկրակունքին մյուս մասը երթալ արցագուրտներու, բդույթներու, զվարճություններու եւ երբ որ գարկը գուկա Աստուծո եւ անոր ավետարանին լուրը դարածելու կորձին 1001 պատճառաբանություն չի դալու համար պատրաստ ես առաստաղդ քագելու պատրաստ ես քսագդ փանալու պատրաստ ես սիրտդ փանալու Աբրահամ եղբայր ես չեմ հավատար այն անձին որ գսե ես սիրտս Հիսուսին դված եմ բայց քսագը չէ բացած Ես չեմ հավատար Եթե սիրտդ տված ես քսագդ կուտաս արդեն Եվ երբ որ քսագդ չես տված Հիսուսին սիրտը դա չես տված Որովհետև քսագդ ուր որ է սիրտդ հոն է Ճիշտ է Հիսուս ասեց այդ խոսքերը Ես չեմ հավատար մեկը որ գսե սիրտս Հիսուսին կպատկանի բայց քսագը իրեն չի պատկանի ես չեմ հավատար Շատ sorry Երբ որ դված ես քու սիրտդ քու քսագը դալ գուտասին նապերապար Որովհետև փամը չիպերինգ այս աշխարհ ու հայտնի է որ այս աշխարհեն փամը պիտի չի դանինք Վասնզի մերկ եկանք ու մերկ պիտի երթանք Բայց գերագուր ու հանդերձ ունենալով անոնցմով բավարարվենք Ալելույա Ալելույա Ուրեմն բարակուրին յետև գեցող հերոսը դանդերն է Ալելույա գեցի այդ դանդերը որ արդոնեց իր սիրտը իր քսագը իր առաստաղը փանալու իր դունը փանալու հրամեցեք իմ դանս մեջ իմ դունս Աստծո կպատկանի ինձ չի պատկանի մտեք ինչ կուզեք արեք
Աստծո թագավորության համար, որովհետև այս բոլորը իմս չեն, ես տանդեր չեմ, ես դնդես եմ։ Wow. Գրնաս տարբերությունը իմանալ սիրելի ունգընթիր, այո։ Կներես ընդհատում եմ, բայց եթե մի քիչ ավելի խորը գնանք, հասկանում ենք, որ տանտերը, երբ որ Հիսուսին ընդունեց, ինչպես դուք եք ասում, այսինքն ամբողջ իշխանությունը տվեց Հիսուսին, իր տան իշխանությունը։ Կարծես թե այլևս տանտերը չէր այդ իմաստով։ Այո։ Եվ շատ ճիշտ ես ասում։ Վաու։ Այո։ Երբ որ Հիսուսը այս դանը մեջ գխոսեր, այսինքն այս դունը գրաված էր։ Երբ որ Հիսուս սրդիտ մեջ, կյանքիդ մեջ փնագված է եւ կյանքիդ հետ միավորված ես, քու կյանքդ իրեն հետ միավորված ես էլ գուսեմ, սա կնշանակի որ ամեն բանի վրա գդիրե։ Ամեն։ Ամեն բանի վրա եւ ադիգա է հավատքի կյանքը, երբ որ գսես հանձնվեցա ես, նվիրվեցա ես, սա կնշանակի որ այլևս դու դանդեր չես։ Դուք ծերանցին դերը չեք, ապա քնով ծախուարնվեցա։ Ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո կպատկանին։ Ուրեմն երբ որ Աստված կփնագի, կնշանակի ինք սեփականատերն է, ու մենք բարձրապես դնդեսներ ենք մեզի հանձնված արժեքներուն։ Ադիգա գլա նյութական արժեք, անիգա գլա դաղանտներ, հոգևոր արժեքներ, ինչ արժեք որ հանձնված է մեզի, մենք բարձրապես դնդեսներ ենք։ Ուստի շարունակենք ատվածը։ Արաստաղը կագեցին, վերեն վարի չեցուցին իրենց բարեկամը, եւ երբ որ վերեն վարի չավ, ինչ եղավ այդտեղը փամը պատահեցավ։ 5-րդ համար Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալություն։ Ներողություն, որու հավատքը տեսնելով։ Օգնե ինձ Աբրահամ եղբայրի դակարտացի։ 5 ընկերներուն հավատքը տեսնելով, ընկերներուն հավատքը տեսնելով անդամալություն ըսավ։ Ուրեմն ընկերներուն հավատքը թեր ունի այստեղը։ Միանշանակ։ Ինչպես կրնանք բացատրել ասիկա, Աբրահամ եղբայր, օգնե ինձ։ Միանշանակ։ Այո, դու արդեն բացատրեցիր սկզբից։ Այստեղ չի բացառվում նաև անդամալույցի հավատքը, բայց կարծում եմ բավարար չէր լինի, եթե ընկերների հավատքը չլիներ։ Չգիտեմ ինչ ասացի, բայց այո, այստեղ ընկերական միաբանության մասին է խոսքը։ Այո։ Այո։ Այս բարեկամները ունեին այնպիսի հավատքը, սիրելիներ, որ իրենք գիտեին, որ այս բարական իրենց Պերնավորումը, որ նյութ էր իրենց համար, ասի իրենց բարեկամը նյութ էր, վերջապես նյութ մներ, որ գուզեն լուծել աս նյութը, երբ որ հավատքով կներկայանան Քրիստոսի, որ մեր նյութերը լուծվին, իր առջև կներկայանանք, իր առջև կտապենք մեր սիրտը, ինչպես Աննա իր սիրտը տապեց Տիրոջ դիմաց, արցունքով, հավատքով եւ եղի իրեն քինով գարձեց։ Հետո սավքնա հավատքի համաձայնը լա, 1 տարի հետո զավակ ունենաց։ Հավատքով թափեց իր սրդին ձանրությունը Տիրոջ դիմաց։ Այս բարեկամներն հավատքով իջեցուցին իրենց բարական Հիսուսի առջև իմանալով։ Այո, շատ բաներ կան պետք է գտողանցեն որ մտքիս մեջ, կամաց։ Ուրեմն իմանալով, որ իրենց բարական, որ արաստաղեն վարիչավ, թրնեն դուրս պիտել է։ Ետ արաստաղեն պիտի չել է, թրնեն դուրս պիտել է։ Այս էր հավատքը, որովհետև Քրիստոսի հանդիպողը իր ջամփան կփոխե։
իր մտած դեղեն դուրս չելեր, իր մտածին պես դուրս չելեր, իր մտած սրտովը դուրս չելեր, երբ որ դաջար կմտնես Աստուծո հանդիպելու համար, հին սրտով կմտնես, նոր սրտով դուրս կելես, երբ որ մոքերը, շնորհակալ եմ դեր, երբ որ մոքերը եկան եւ Հիսուսի երկրպագություններին եւ իրենք դվին նախ դրվեցան եւ դվին իրենց արգղները բացին եւ դվին խոսքը գիտեք ինչ կսե այնտեղը սիրելիներ եւ գսե ուրիշ ջամփայով շարունակեցին իրենց ճանապարհը այդ ջամփայով չէ որ Հերովդեսի մոդեն եկան ուրիշ ջամփայով կացին իրենց երգիրը ամեն եւ որ Հիսուսի գանտիբիս ուրիշ կյանք կունենաս ուրիշ ընթացք կունենաս նույն բարաններեն գախյալ չես լար ուրիշին թելերով խամաջիգի պես չես շարժիր ուրիշին դրամատրության դա քերի չես լար ուրիշները քեզ չեն տանի ուրիշներեն գախյալ չես լար այլ երբ որ Հիսուսին հանդիպիս առաջին հերթին շատ կարևոր բանը կպատահի կյանքիդ մեջ եւ այսօր մասին պիտի խոսին Հիսուս անոնց հավատքը տեսնելով ըսավ անդամալույցին որդյակ մեղքերդ ներված լան քեզի ինչ բանի համար եկան Հիսուսի մոտ եւ Հիսուս ինչ կսե իրենց Հիսուս մենք եկանք որ մեր բարեկամը ոտքի էլ է շարժի քալե նոր կյանք սկսի աշխատանքի սկսի եւ ալևս թատրիաս վիճակեն անգոինին ծառայել են հիմա տուն ով դեր փոխանակինքը բժշկելու ելար նախատասություն մասիր մեղքերդ ներված են քեզ Համը եղավ անդամալույցին դեղեն շարժեցավ ոտքի բարձրացավ մահիջը արավ դուն քնած ովևէ բան չփոխվեցավ երևութաբես բայց ամենե կարևոր բանը դեղի ունեցավ մարդու կյանքի մեջ սիրելիս քու եւ իմ կյանքի մեջ ասկե ավելի մեծ ավետիսմը ասկե ավելի մեծ շնորհքը չի գրնար ըլլալ չի գրնար որ է մեղքերու թողությունը երբ որ Քրիստոս գներե մեր մեղքերը ասի ամենամեծ նվերն է մեզի ոչ թե ամենամեծ նվերը այն է որ թուն կյանքի ընկերը ունեցար վերջապես 10 տարի աղոթել են հետո օրիորդ մքեզի այո սավ ձնրատրեցիր անորթի մած ցերկը ուզեցիր մադանի անցուցիր ու խրախճան կրիր ասիգա չէ մեծակույն ավետիսը եւ գամ քեզի բժիշկը սա արու զավակ մծնավ քեզի այսօր եւ դու այդտեղը ինչ հոգեբարար վիճակ ունեցար որ քու սերունդդ պիտի շարունակվի քանի որ արու զավակ ունեցար ասի չէ ամենաուրախ լուրը եւ գամ Համալսարանի մեջ բարձրակույն նիշը արիր, դիդրոսմը ըստացար, բժշկության մասնակցություն, չգիտեմ գիտնական, ֆիզիկոս, ասի չէ ամենաուրախ լուրը, ամենաուրախ լուրը, որ Աստված քո ականջիդ կփսփսա, ասելով որդյակ իմ, մեղքերդ ներված են, ասի է ամենաուրախ լուրը, որ մարդ իր ամբողջ կյանքին մեջ գրնա ունեցած վլա ամեն Եվ փամը չի փոխվեցավ դուրսեն փամը հայտնի չէ որովհետև Աստված իր գործը մարդու ներսեն կսկսի ալելույա Աստված մարդուն վրա ներսեն կսկսի աշխատել մի սպասեր որ դուրսի երևույթդ քու ուզածիդ պես լա այլ սպասե որ Աստուծո հոգին քու մեջդ ինչ պիտի փոխե որովհետև երբ որ քու մեջինդ չէ փոխված որքան որալ զարթարվիս հարթարվիս ամենակեղեցիկ պատմուջանալ հատնի այո համը չի փոխեր ադիգա
քու մեջինդ պետք է փոխվի Աստված սիրելիներ հետաքրքրված է մեր ներսի մարդով նախ ամեն ներսի միանշանակ ներսի բժշկությունով ներսի արձակումով ներսի ազատագրությունով ներսի փրկությունով ներսի մարդը գուզե փոխել գուզե բժշկել գուզե ազատագրել գուզե զորացնել գուզե նորոգել դուրսինով հետաքրքրված չէ այնքան որքան ներսինն է կարևորը անորամար Հիսուսը սա հոգին է գենթանի ընողը մարմինը շահմը չներ եւ սա մի վախնակ անգե որ մարմինը գսպաննի այսինքն ինչ այսինքն ասել ուզեց որ այդքան գկուրկուրած դու մարմնիդ վրա բայց մի վախնար է որ գործընծնես որովհետեւ հոգին է գենթանի ընողը ամեն վախցիր հոգիդ գործընծնող են անի հավերժական է այս մարմինը փճանալու թադաբարդված է բայց ներսի մարդը հավերժական է Աստված անոր վրա իր ուշադրությունը կամած է եւ Աստված կուզե անիգա գադարիալնել ուրեմն սիրելիներ մեր համոզումները պետք է բարեփոխությանի ընթարգենք վերադեսությանի ընթարգենք մեր համոզումները Ալիևս Աստուծո բարդագան չի բռնենք ասելով որ անպայման պիտի բժշկես ինձի ես բժշկված եմ ես հիվանդ չեմ լար դու պետք չէ հիվանդ լաս դու բժշկված ես հիվանդությունը գմերժեմ Աստուծո առաջին հետաքրքրածը մեր մեղքերու թողությունն է անորամար երբ որ դրդնչացին ուսուցիչները եւ հոն սկսան այդ բոլոր նստողները ներկաները քննադատել ասելով որ ով է ասիգա մեղքերու թողություն ուտա Աստուծո մեզ մեկը չի գնան մեղքերու թողություն տալ եւ ասիգա բացույց մնե որ Հիսուս Աստված էր Ալելույա Ալելույա որ գնար մեղքերու թողություն տալ եւ այստեղ Հիսուսը սավանոնց գիտնալով անոնց խորհուրդը որ մեկը ավելի դյուրին է որ մեկը ավելի հեշտ է դուք կգարձեք որ անդամալիզմը ոտքի հանելը ավելի դժվար է դուք կգարձեք որ 2.5 նգանագով ժողովուրդ մը գերագրել 5000-ն ավելի դժվար է դուք կգարձեք որ 4 օրվա մերածը դուրս փերելը վերագենթանացնելը ավելի դժվար է դուք կգարձեք որ գույրը գաղը հաշմանդամը համրը թիվահարը բժշկելը ավելի դժվար է գսխալիկ որն է ավելի թյուրին որ մեկը ավելի թյուրին առաջին անգամը լալով Աստվածաշունչին մեջ գանտիվին բարակայիմը փախտադական բարակայիմը որ Հիսուս մեկը մյուսեն ավելի դժվար կտեսնե կամ կներկայացնե եւ իրոք որ այդպես է եկեք քննարկենք ինչն էր Հիսուսի համար որքան արժեց սիրելիներ Ղազարոսին դուրս կանչելը ինչքան արժեց կրդնեցավ արյուն թափեց գիշեր ցերեկ աղաղագեց ձոմբայեց թե ոչ սա Ղազարոս դուրս է Որն է ավելի թույլ Հիսուսի համար ինչ արժեց որ ալեգոց լիճը խաղաղեցուց ինչ արժեց Համը վճարեց սուին այցավ իր վրա Թաթարել ուրգեցիր Թաթարեցավ լուրգեցավ ամբողջ այդ ալիքները պատմական Այսինքն Հիսուսի համար ինչ արժեց Աբրահամ եղբայր ինչ սավ եւ եղան Սավ եւ եղան խոսք Միայն խոսքը մի պարասա ցանկի վես սորավոր Վաու շատ Ռաֆի Շավերդյանի ներքն է ասիգա մի պարասա ցանկի վես սորավոր այո մի պար հերգնից արարիչ հզոր մի պար այո մի պար դսեր եւ ամեն ինչ կդարբեր մի պարը սա ստեղծագործությունի եղավ Այս եզերքը ամենը մի փարովը սա լույսը եղավ ձողը եւ ճուրերը իրար մե բաժնվին գենթանական աշխարհը փուսական աշխարհը մի փարը սա եւ եղան բայց երբ որ թիագին մեղքերը ներված են սելը կյանք արժեցավ
Գահասկնաս արդեն, գահասկնաս սիրելիս, դու որ գլսես և գտիդես գահասկնաս ինչ կսեմ, շատ լավ գահասկնաս, և որ գարքը եկավ մեղքեր ներելուն, մի պարով չերըլար, մի խոսքով չերըլար, մեկ նամագով մը չերըլար, երգինքեն հրեշտակ մը գրգելով չերըլար, աշխարհն ալ դապնու վրա ներ նորեն չերըլար, աշխարհի բոլոր արջարներ և ոչխարներն ալ մորթվեին մեր մեղքերուն թողության համար, անի մեկ անգամ բիդլար ներելու և ոչ ավելի, հաջորդ օրը ուրիշ ոչխարներ և արջարներ պետք էր մորթվեին համայն աշխարհի մարդկության համար, և որ գարքը մեղքերու թողություն եկավ, ոչինչ գրնար փոխարինել այս թափված արյունին, որ Քրիստոսի արյունն էր, որդի Աստուծո արյունն էր, միածինին արյունն էր, ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը կվերցնե, ինչ արժեց մեկ նախատասություն ասելը, որ մեկը թյուրին է, անդամալուձին ասելը մայիջդ ար և դունդ կնա, թե ոչ մեղքերդ ներված են, և սիրելիներ մենք նյութացած աշխարհի մեջ ամեն ինչ որ գշոշափենք ու գտեսնենք, հատկապես մեր մարմինը կգարձենք, որ մեծակույն հրաշքը մեր բժշկությունն է, մեծակույն հրաշքը մեր փորձանքեն ազատվիլն է, հրաշքներ են ասոնք, այո, բժշկություններ են ասոնք, որ միշտ գրնան բադահիլ կյանքի մեջ, բայց ասիգա չէ մեծակույն հրաշքը մեղքերդ ներված են ասելու շնորհքն է, որ դրված է մեզի, այդ շնորհքի խոսքն է, այդ ողորմացող Աստված, ողորմած Աստված, որ իր փերնեն ելավ, ներեցի մեղքերդ, ասիգա է մեծակույն շնորհքը, որ արժեց Հիսուսի կյանքը, որ մեկը ավելի թյուրին է, մենք երևույթներու փոփոխությունը կտեսնենք և գսենք, ասիգա էր իմ ուզածս պետք եղածը, ասիգա էր, որ այնքան բարդ էր և Աստված միջամտեց լուծեց, բայց Աստված մեղքերու հարցը լուծեց, որ ամենաբարդն էր, հիմա քեզի հարց տամ, եթե Աստված, ոչ թե եթե, քանի որ Աստված, որովհետև Աստված մեղքի, որ ամենադժվար խնդիրն էր, լուծեց, գիտես ինչ պիտի եմ ասկե հետո, մնացյալ բաները պիտի չի գրնալ լուծել, Եսե առաքյալը անվոր որդվույն չխնայեց, հաբա որ մեզ մե ամեն մեկուն համար խաչը բարձրացուց, հաբա մնացյալ բաները մեզ պիտի չի շնորհե, բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը և անոր արդարությունը, իր ներկայությունը և լեցունությունը, ու խոսքի բնակությունը, ու Սուրբ Հոգին ներգործող զորությունը, և ադիգա է, որ մեզ պիտի լեցնե ներսի մարդը, որ Աստուծո համար հիմնականն է, գիտեք ինչու համար Աստված մարմինով հետաքրքրված չէ այնքան, դու որ գդարավիս քու մարմնիդ համար, դու որ մեկ թելը գլխուդ կթափի, գսես որ աման բժիշկի երթամ ինչու մազս կթափի, թելը գջերմկնա գմտահոգվիս ներք կկործածես, խնդիր չունիմ, կործած է ներքը, ուրախացիր թունալանանգով մազերդ ներգելով, խնդիր չունիմ, եթե անանք բաներ գնես, բայց ինչու այսքան քունդ կխանգարես մարմինի համար, որ փճանալու ենթարկված է, չես կրնար չի փճացնել այս մարմինը, բիդի փճանա վերջի վերջո, այն անձը որ գծնի գամած կփճանա, այն անձը որ գծնի գամած քերեզմանին կմոտենա, բախուշ չի գա, և Աստված հետաքրքրված չէ անով, որքան ներսի մարդով, գիտեք ինչու, Աստված կուքա և գսե որ դղաս գսե, աղջիկս, որքան աս մարմինով հետաքրքրված է, ես աս մարմինիդ փարավորյալը պատրաստած եմ, ուն հիմա
հջացող մարմինին համար նստեր ես գուլաս, հեմքիդ համար, գշիրքիդ համար, նստեր ես գուլաս, հոնքիդ համար, աչքիդ համար, ձերքիդ համար, հասագիդ համար, մազիդ քույնին համար, աչքիդ քույնին համար նստեր ես գուլաս, ես քեզի փարավորյալը պատրաստած եմ։ Ինչու գուլաս բանիմա համար, որուն համար ես փարավորյալը պատրաստեր եմ եւ ադիգա քու գտե, քեզի համար պատրաստած եմ, բայց հիմա աղջիկս, դղաս, զավագս, աղջնագս, հիմա իմ ուշադրությունս քու ներսի մարդը դե, հոն է իմ գետրոնացումս, այնտեղը ես կուզեմ կործել, ինձի համար հարդ չէ արդակինը, նորը պատրաստած եմ քեզի համար, բայց ներքինը մեկ ադունիս չեմ գրնար փոխել, ուրիշը չեմ գրնար դալ քեզի, ներսի մարդըդ, որ իմ պատկերիս համեմատ ստեղծած եմ, ուրիշ գրկնորինակ չի գա, բայց այս մարմինըդ ուրիշը պատրաստած եմ, աբագանելին բիդի հակվի անաբագանելի, այդպես կսե առակյալը, անաբագանելի բիդի հակնինք, բայց ներսի մարդը մեկ ադե, ուրիշ չի գա, Աստուծո գետրոնացումը ներսի մարդուն վրան է, և ամեն օր Աստված կուզի աշխատիլ, որ այս ներսի մարդը առողջ լա, ներսի մարդը լավ լսե, ներսի մարդը առողջ լա, ներսի մարդը բդղափեր լա, ներսի մարդը ունենա հոգիին բդուղները, շատ բարգևները մի հետ ավնթեր, բարգևները քեզի գրնան գործանել, առաջ բդուղները ստացիր, հետո բարգևներում մասին կխոսինք ուրիշ օրմը, բդուղներուն վրա գետրոնացիր սեր, խնդություն, խաղություն է, քանի որ ասի մարդուն նգարակիրն է, նգարակիրը, ներսի մարդուն վրան է Աստծո գետրոնացումը, այս ներսի մարդուն համար է, որ Աստված ասավ, եկեղեցին արադմը կամ խորշոմությունը չունենա, հավա սուրբ և անարադը լա, Պողոս Արաքյալի գրիչով, Աստուծո նմանող եղեք սիրելի զավակներու պես, Եվ ինչ համարներ, և եթե մեկը գսե թե Քրիստոսի գեհեդևի, պետք է այնպես ապրի, ինչպես անիգա ապրեցավ Հովանես Արաքյալի գրիչով, և այլ շատ ուրիշ համարներ, սեցեք ծեր անձերը, վասնզի դերը ծեր մեջ հրաշքներ պիտի կատարե, այսինքն Աստուծո գետրոնացումը մեր ներսի մարդուն առողջությունն է, մեր ներսի մարդուն փրկությունն է, մեր ներսի մարդուն քեղեցկությունն է, մեր ներսի մարդուն դոգունությունն է, մեր ներսի մարդուն նմանությունն է իրեն, այս դուրսինով Աստված հետաքրքրված չէ, իր գետրոնացումը ներսն է, ասիգա մորնանք ալևս, ասիգա փոխենք ալևս այս մտայնությունը, որ սորվեցնենք մարդկանց, որ հիվանդանալու չենք, ցախողելու չենք, արդակինով այսպես լալու ենք, այնպես լալու ենք, բայման չէ, բայման միթներ, եթե Աստված հրաշքը կործե, ու բիդի կործե, ինձ մեկ եզմե հրաման բիդի չարնե, և Աստված անգախ է, նույնիսկ քու հավատքետ անգախ է, թուն հավադաս կամ չի հավադաս Աստված ներգա է, թուն հավադաս կամ չի հավադաս Աստված ամենազոր է, թուն ընդունիս կամ չընդունիս Աստված քեր իշխան է, թուն զգաս կամ չզգաս Աստված ներգա է, Ամեն, քու հավատքետ տախյալ չէ, Աստված քեր իշխան է, և քեր իշխան եղող Աստուծույն սահման չես կրնար տնել, չես կրնար բացարձակության մեջ առնել, սահմանափակել և ասել, որ իրեն այսպես պիտի լա, նո այդպես պիտի չլա գսե Աստված, որովհետև իմ ուշադրությունս մեղքերդ ներված են, հոն է իմ ուշադրությունս, թուն արդակինը գուզես, գրնամ անիգա քեզի դալ, և գամ գրնամ չի դալ, բայման միթներ, բայց եթե գուզես հավադալ, և եթե գուզես այս բայմաններով հետևիլ ինձի, գրնաս աշագերտս լալ, եթե սիրելիներ, Քրիստոսի ամեն հետևորդ, ոչ պիտի հիվանդանար, ոչ պիտի ցախողեր, այլ միան հաջողություն և առողջություն միներ ամբողջ կյանքի մեջ, համայն աշխարհը գաբաշխարեր, համայն աշխարհը Հիսուսին հետևին գերտար, գսե ինչ ավոր բան, 5000 հոգի գերագրվեցան, փորերնին գշտացավ, ինչ ավոր բան տակավորոց են գիրեն, ոչ կաշխատինք, ոչ կցանենք, ոչ կընչենք, բելեշ, ծրի ապար, գուդենք, կխմենք,
գբդրինք է դա ավելարանալ կարոզենք եթե այդ սլար համայն աշխարհ գավաշխարեր Հիսուսին ոչխարները գլային որովհետև գսեն ոչ ցավ գա ոչ հիվանդություն գա ոչ ցախորտություն գա ինչա որ կյանքի ասի գա բայց այդպես չէ սիրելիներ խաչի ջամփան ներդրնեն գսկսի եւ ընթացքը ներված կե ճանապարհը սա ոչ թե միայն թուրը ները նո միայն թուրը ներելար ներսլայնլար խնդիր չունեինք բայց թուրնալ ները ջամփանալ ները ուզես էդեվիլ ուզես ընդունել ասանք Աստվածը որ հոպս ավիրեն նույնիսկ մարմինես յետք այս ալմանշի ես նորեն քեզի բիդի մուսամ ամեն նորեն քեզի բիդի հավատամ նույնիսկ եթե զիս սպաննես նորեն քեզի բիդի հավատամ այս է հավատքը այս է աշակերտությունը այս է Քրիստոսի հետապնդածը հոգևոր հարստություն հոգևոր կյանք հոգևոր բժշկություն ներսի մարդը մեղքերու թողություն իրեն նմանություն իսկ այս վրանի նման մարմինը հետսեդե գդգարանա բայց մեր ներսի մարդը օրոր վիզորանա ալելույա ալելույա եւ մենք այս հողեղեն անոթներում մեջ անսպար քանց ունենք հողեղեն անոթը սավ արաքյալը չսավ ոսկեղեն անոթ հողեղեն անոթ սա կնշանակե դգար է սա կնշանակե փճացող է բայց այս փճացողին մեջ անսպար քանց կա այս փճացողին մեջ աստվածային զորությունը կհանգչի այս փճացող մարմինին մեջ նորոգվող հոգին կա իր գերբարանքին համեմատ հիմա մենք կսե աղոտ գերբով կտեսնենք բայց օրը թեմարթեմ պիտի ելնենք ու պիտի ճանչնանք ինչպես ճանցվեցանք ամեն այս վրան մնե սիրելիներ փճացող վրան ինչու գուլաս ինչու մազերդ կպետես ինչու բժիշկներու յետևներեն գվազես որ 2 սանտիմ հասագդ երգարի բիդի չերգարի եւ դունալ բիդեսես ափսոս որ այս բաներուն համար ես արցունք տապերեմ ափսոս որ այս բաներուն համար ես ողբացեր եմ ներսի մարդը որն է անվելի Turin. Wow. Սարքի սեղբայր Ալելույա խոսք չկա ընդհանուր առմամբ մեջս մի հետաքրքիր խորհուրդ բարձրացավ կուզեմ քեզ հետ կիսվել եւ վստահ եմ համաձայն կլինես շատ լուրջ մտածի դու որ խոսում ես ես տեսիլք էի տեսնում ես սիրում եմ այդպիսի արտահայտություն անեմ որտեվ տեսիլքը ինչ է եթե ոչ Աստծո խոսքի վերլուծության արդյունք Աստծո խոսքի վերլուծությունը մեզ տեսիլք է տալիս եւ այսօր դու մեզ տեսիլք տվեցիր Սարգիս եղբայր կարծում ես որ այս մարդիկ այս 5 հոգի նրանք հանդիպած էին Հիսուսին նախկինում եւ առավել կարծում ես որ նրանք հենց այդ մարդիկ են եղել ում որ Տերը բժշկել է եւ նրանց մեջ նրանք հավատացել են նրան ճանաչել են նրան եթե չճանաչեին չէին անի այս քայլը եւ կարծում ես որ նրանք ովքեր բժշկվել են եւ շնորհակալ են եղել Տիրոջից, հասկացել են, որ բժշկված են, ողորմություն են գտել եւ նրանց միջոցով նաեւ ողորմություն գտավ այս ուրեմն անդամալույցը ինչպես դու ասեցիր նա փոխվեց եւ նրա կյանքը փոխվեց նա նույն ճանապարհով երբ չգնաց ինչով որ մոտեցել էր Հիսուսին եւ վստահ որ փոփոխություն էր վերապրել Եվ դու խոսացիր նրան նմանվելու մասին, նոր մարդու մասին, վերստին ծնունդի մասին, որ մեր մեջ տեղի ունենում եւ Քրիստոսի նմանվող եղեք այս խորհուրդը բացահայտեցիր։ Կարծում ես, որ Տիրոջ նպատակը դա չէր, որ միայն բժշկեր անդամալույցին, այլ դա էր, որ նրան նման դարձներ, այսինքն նրան նման ողորմած։ Կարծում ես նա 6-րդն էր, որ դարձավ մեկը
որոնք պետքա գտնեին մի ուրիշ մեկին անդամալույց եւ նորից բերեն Հիսուսի մոտ։ Սա ինչ որ հետաքրքիր բան ունի իր մեջ։ Այսինքն եւ շատ սիրեցի այն խոսքը, որ դու ասացիր, որ շատերը միայն բժշկություն են ման գալիս, իրենց ֆիզիկական բժշկությունը, բայց ոչ թե որ ճանաչեն նրան, այլ որպես դե բժշկվեցի, շատ լավ է եւ թողեն գնան։ Հիշում ես այն 10-ին, երբ որ Հիսուսը բժշկեց բորոտներին, միայն մեկը ետ եկավ։ Եվ այդ ետ եկողներն են, որ ողորմություն գտած եւ ողորմած դարձած են։ Այսինքն Տիրոջ նմանվելը չի նշանակում հրաշքներ գործել միայն։ Տիրոջ նմանվել նշանակում է նայել դարձավ նրա նման ողորմած։ Չգիտեմ, մի տեսակ ին մոտ շեշտը այդպես է դրվում, այսինքն Հիսուս ասաց Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն, որովհետև նրանք երբ որ ողորմություն են գտել, պետքա լինեն ողորմած։ Այն տեսակը, որը փրկում է մարդկանց, գիտես, Սարգիս եղբայր, ցավալիորեն այսպիսի երևույթներ կան, մարդիկ, երբ որ անգամ եղբայրը, երբ որ մեղքի մեջ է հայտնվել, մենք սիրում ենք նրան քացի տալ, քացու տակ գցել, մենք այդպես ենք ասում հայաստանցիները, սիրում ենք նրան մեղադրել, հեռացնել մեր շարքերից, ընդհուպ հասցնել նրան դեպրեսիայի վիճակի մեջ, բայց ոչ թե տանել Հիսուսի մոտ։ Սա լացելու բան է, իրոք լացելու բան է։ Մենք, որ այդպիսին ենք, այդպես ենք վերաբերվում մեղավորների հետ, մեր քույր եղբայրների հետ, մենք նշանակում մոռացել ենք Տիրոջ ողորմությունը։ Մենք մերժել ենք նրա ողորմությունը։ Մենք թողել ու հեռացել ենք Հիսուսից։ Չգիտեմ, մի տեսակ Տերը սրտումս դրեց այս տեսիլքը քեզ փոխանցեմ, վստահ եմ համաձայն ես, ինչ կասես սրա մասին։ Մի 2 րոպե, 3 րոպե։ Այո։ Որովհետև ասիգա է որ կմնա Աբրահամ եղբայր։ Այս ներսի մարդուն հատկությունները, որ քիչ առաջալ անդրադարձա բդուներու մասին, սիրո, խնդության, խաղաղության, ազնվության, երկայնմտության անիգա մեկ երկրորդ անդրադարձար որ այս 5 հոգին 6 հոգի լալու դրան մոդեին իրենց ընկերը բժշկվելով 6 հոգի եղան եւ իրենք կարծես թե այդ օրինակին հետևեցան Հիսուսի որ ինչպես ողորմություն կդավ անդամալույցը իրենք եւս եւ ողորմություն կդավ ընկերներուն կողմէ եւ ողորմություն կդավ Հիսուսի կողմէ ընկերները կարեգից եղան ողորմած եղան օգնեցին իրեն եւ Հիսուսալ ողորմած եղավ ներեց մեղքերը so երկու կողմանը ողորմություն կդավ եւ իրենք ողորմության ճանապարհի մեջ ընթանալու ամենակեղեցիկ բանն է Աբրահամ եղբայր ողորմություն անողը ողորմություն պիտի գտնեք Հակոբոս Արաքյալ Գամբյանի I mean եւ գսե եւ Թադաստանին օրը ողորմությունը պիտի բենա արդարության դիմաց Ամեն Wow Ամեն Wow ողորմությունը այսինքն ջագադը բարձր պիտի մնա ողորմության Ամեն իսկ արդարությունը պիտի ցեվով այսինքն խոնարի ողորմության դիմաց ողորմությունը պիտի հաղթի Ամեն Wow Ամեն Yeah Գեղեցիկ մտածումներ են Աբրահամ եղբայր շնորհակալ եմ դարձյալ անչափորեն թող բոլոր լսողները ոչ միայն օրհնվին այլ նաև իրենք եւս օրհնության միջոցը լան Ամեն եւ ամեն բանի մեջ մեծարվի հայրը որդին եւ Սուրբ Հոգին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Սարգիս եղբայր քո աղոթքով ավարտենք Այո դեր որքան փառք տանք քեզի դագավին բարդականենք ամբողջ հավիտենականությունը փառք գողություն
շնորհակալություն եւ երկրպագություն պիտի մանուցանենք քեզի դեր, որովհետեւ աննման եւ անզուգական Աստվածը ինքզին հայտնեց մեր կյանքին մեջ ինչպես չի գրնանք աշտել, սիրել, մեծարել, ինչպես դեր չի գրնանք հնարավոր չէ այս կյանքը առանց քեզի պատկերացնել երկինքը նողը քու ներկայությունը դե եւ թուն ուր որ ես հոն է տրախտը թուն ուր որ ես հոն է բայցարագերբությունը ամեն թուն ուր որ ես հոն է կյանքը բերգրանքը որտարած ամեն շնորհակալ եմ այս պահին համար որ բարգեւեցիր դարձյալ եղբորս հետ միասին խորհրդածելու խոսքի շուրջ հանդիմանվեցանք քաչալերվեցանք խրախուսվեցանք շնորհիվ խոսքի տովդեր խոսքդ որ կսրբացնե կնորոգե կբժշկե կհանդիմանե այո խոսքդ իր մեջ զորություն ունի անորամարտավիտ կսե քո խոսքերը իմ սրտիս մեջ բայեցի որբեսի չմեհանչեմ քեզի դեմ ով դեր այս ցանված սերմի ադիկները թող որ յուրաքանչյուր սրտի մեջ աճդան մեծանան եւ մեկի դեղ 60, 80 եւ 100 արդյունքներ դան ու parkit եւ տակավորության համար Դաշչյան ընտանիքը օրհնե եղբայրս եւ իր բոլոր սրդահատորները պահպանե պաշտպանե ներկայությունովդ հզոր փասուկովդ եւ իրենց կարիքները օքա ջոխությանը համեմատ բարերար Աստված կթարատ ողորմած շնորհ կրեդեր որ եղբորս ցերկերը բարձրացնողները լան մնայուն գերբով աչակցողներ քաչալերողներ եւ ոչ միայն աղոթողներ այլ նաեւ օժանդակողներ ցերկ երկարողներ օգնության ցերկ աղոթեմով դեր խաղաղությամբ մեզ արցակե ու բոլոր հայրենագիցները որոնք ցիրուցան եղած են աշխարհի դարածքի վրա ու ողորմությամբ այցել է դեր այցել է արտնության համար այցել է նորոգության համար այցել է քո парքիտ համար ով դեր Հայաստան աշխարհ եւ սպիրկ այցելությանդ պետք ունենք Սուրբ ոգի Աստված հբիրիմ սրդին հբիրիմ մտքին հբիրիմ ողջ էության եւ յուրաքանչյուր հայորդի Հիսուսի զորանունով կստանամ հավատքով փառքոր եւ որդվո եւ օգնի Սրբո ամեն Սակայն վերջին խոսքերից մեկը շատ սիրեցի ուզում եմ կրկնեմ որ ասեցիք արդարությունը խոնարհվում է ողորմության առաջ Բերորդիկ ես եղբայրս այո դա այդպես է արդարությունը անելիքը չունի այնտեղ որտեղ ողորմություն կա ունի եւ արդարությունը եւ ողորմությունը շատ սերտ կապ ունեն իրար հետ Արդարությունը ում բիդլա բայց բիդի չի խոսի խոսով ողորմությունը բիդլա Հալելույա Արդարությունը կատարված է այն ժամանակ երբ որ կա ողորմություն վերջ հալելույա այո Տերոնի սակսեղբայր իրոք շատ հոգիս տակնու վրա եղավ ամբողջ ներսս սա իմ սիրած թեման է սա Աստծո սրտից է այս խոսքը սա մաքուր ավետարան է ես ուրիշ բան չեմ կարող ասել Տերը ձեզ օրհնի եղբայրս օրհնված հաջողված եւ պատխաբեր եղեք միշտ եւ մենք միշտ տեսնենք ձեզ հաջողված եւ ուրախանանք ձեզանով եւ հաճախ էլ միանաս մեր եթերին մեզ մենակ չթողես Բիրոջի գամքով սեպտեմբերին կտեսնվենք եղբայր այստեղ տաղավարում կլինեք այո կտեսնվենք մեր գարոդը գարնենք
Հայաստանը քաշողական բամուն եղբայր ամեն տարի զիսկը քաշե այո կոնե պետք է մեկ անգամ այցելեմ սիրելի հայրենիքը մենք քեզ սպասում ենք եղբայրս տերողնի քեզ քո ճանապարհներ գալուց քեզ ասենք բարի գիշեր ձեր մոտ արդեն ուշ գիշեր է եղբայրս շնորհակալ ենք ամեն ինչի համար տերողնի ձեզ շատ Հարթիլուչա, սիրելի բարեկամ, այսպիսին էր մեր եթերը այսօր և հուսամ ինչ-որ բան ստացանք մենք այսօր տիրոջից և այսօր ինչ-որ մուտք են գործել, չգիտեմ ինչ ճանապարհով մուտք են գործել, թող մեր ճանապարհը Տերը փոխի և իր ճանապարհով մեզ ելք տա, Տեր օրհնի ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է